Կառավարությունը երեկ առաջարկեց ազգային ժողովը այսօր արտահերթ նիստում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու կառույցի բաժանելու մասին նախագծի քննարկումը բուռն ընթացավ։ Օրինաց երկիր խմբակցությունը լքեց դահլիճը հայտարարելով իրենք չեն մասնակցում քննարկմանը։ Ինքը գործընթացը չեն գտնում ճիշտ։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարը եւս դժգոհեց նախագիծը ազգային ժողով հապճեպ բերելուց ու արագ քննարկելուց։ Ես բոլորիս կտրում եք մեր գործից, պլանավորված հանդիպումներից։ Մեր գործը հենց սա է։ Արդեն ելույթում Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, թե Սերժ Սարգսյանը ինչու գնաց Հայեղափոխական դաշնակցության հետ համագործակցության։ Սերժ Սարգսյանի համար վտանգ կար, որ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը կկարողանար ստեղծել ընտրական մի դաշինք, որի մեջ կմտնեին հայ հեղափոխական դաշնակցությունը։ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց կիսել նաև մյուս նախարարությունները, ինչպես նաև մարզերը։ Թող լինի առանձին Արագածի մարզ եւ առանձին Ոտլի մարզ։ Եվ մենք կունենանք թող լինի առանձին Գեղարի մարզ եւ առանձին Ունիքի մարզ։ Նախագծին դեմ մյուս արտահայտվողները գեղարվեստորեն հիմնավորեցին իրենց որոշումը։ Որոշել են հարց բերել, բայց տան պայմանները չեն բավարարում եւ որոշել են մի սենյակը այդ բնակարանի կիսել։ Այս պատմությունը ինձ շատ հիշեցնում է հայտնի լեյտենանտ Շմիդտի որդիների պատմությանը, սա ինձ սաքեց միայն արդարաբար շուրա։ Իսկ եզրափակիչ ելույթում արդարադատության նախարարը անդրադարձավ հաջողախոսություններին, թե նա իր ձևակերպումներում անկեղծ էր։ Անկեղծության վրա ինչի եք զարմանում։ Չեք տեսել։ Թե նորությունն է։ Որպես տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի թեկնածու շրջանառվում է դաշնակցական Դավիթ Լոքյանի անունը։